Հայաստանի սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի տորպեդահարման պատճառ, Երևանի տեսլականն ու Բաքվի սպասումները։ Հայ-ամերիկյան հարաբերությունները 2025-ին ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ տարում։ Հայաստանում ԱՄՆ դեսպանի գնահատականը։ Ադրբեջանական ֆարսը շարունակվում է, շնորհանդես նվիրված այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանին։ Անշարժ գույքի գները Հայաստանում նորից շարժվում են, 5.5% աճ կա։ Երևանում ճանապարհները մաքուր են, ձյունն էլ մաքրել է կեղտոտ օդը, քաղաքապետը մայրաքաղաքի խնդիրների մասին։ Դադարեցնել հոգևորականների դեմ հալածանքը, հայտարարություն Լեմկինի ինստիտուտից։ Եվ դեկտեմբերի 31-ին, 1-ին և 2-ին Երևանի մետրոպոլիտենն ու ավտոբուսները կաշխատեն տոնական ժամանակացույցով։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարյանն է աշխատում։ Եվ այսպես Հայաստանը ապաշրջափակվում է, հաջորդ տարվա կեսին կսկսվի թրիփի շինարարությունը, Հայաստանը կկապվի արտաքին աշխարհի հետ, բայց խաղաղության պայմանագիր կնքելու համար դեռ խոչընդոտներ կան։ Ըստ Հայաստանի արտգործնախարարի հիմնական տարաձայնության պատճառը Հայաստանի մայրօրենքն է, Բաքուն պահանջում է փոխել այն, Երևանը ընդդիմանում է։ Ի վերջո, ինչ սպասել խաղաղության պայմանագրից։ Երևանից և Բաքվից միմյանց հակասող հայտարարությունները սկսվեցին տարվա սկզբից, ակտիվացան օգոստոսին նախաստորագրված փաստաթղթերից հետո, տարվա վերջում էլ նույն պատկերն է։ Նախապայմանների լեզվով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու փորձ անող Ադրբեջանի իշխանություններին, սակայն պաշտոնական Երևանը կոշտ արձագանքելուց շարունակեց խուսափել ամբողջ տարվա ընթացքում նաև։ Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի իր Համանդրության մեջ և լիովին կատարի թրիփ նախագծով ստանձնած իր պարտավորությունները։ Մեր արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարում է, թե չեն կիսում ադրբեջանական կողմի այդ պատկերացումը, սակայն միևնույն ժամանակ ձևակերպում է, որ Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթուղթը պետք է ավարտվի ստորագրմամբ և հետո վավերացմամբ։ Մենք չունենք երկկողմ, երկու կողմից ընդունված այդպիսի և դրա վրա աշխատող օրակարգ, նկատի ունեմ իրենց կողմից բարձրացվող սահմանադրության հարցը։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք ունենք մերը և դեռևս այստեղ համաձայնություն չունենք։ Արտաքին գերատեսչության ղեկավարի ձևակերպումից կարելի է նկատել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կան կարևոր հարցեր, որոնցում կողմերը դեռ չունեն փոխըմբռնում և համաձայնություն։ Կամ մենք պայմանավորվում ենք, երբ և որտեղ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում, դեռ չենք պայմանավորվել։ Տեքստը մարտին համաձայնեցվեց, օգոստոսին նախաստորագրվել է, սրա վրա այլևս աշխատանք չկա անելու։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, թե Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող Թրամփի ուղու շինարարությունը գործնականում կմեկնարկի 2026-ի երկրորդ կեսին։ Ադրբեջանի նախագահն էլ հայտարարել է, թե իրենց տարածքում շինաշխատանքները կավարտվեն գարնանը։ Մենք ամերիկյան կողմի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք և 2026 թվականի տարվա երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն։ Հուսամ առաջիկա շաբաթներին կունենանք առաջին փաստաթուղթը։ Հաջորդ տարին լեցուն կլինի մեր միջազգային գործընկերների Հայաստան կատարելիք այցերով։ Բայրամովը տարեվերջյան ասուլիսում այսպիսի մի ձևակերպում էլ է արել, որ Հայաստանը թրիփ նախագծով լիարժեք պետք է կատարի ստանձնած պարտավորությունները։ Սա ըստ քաղաքագիտական համայնքի նշանակում է, որ Ադրբեջանի պաշտոնական պահանջները ընդլայնվում են։ Ալիևը ոչ միայն ցանկանում է ադրբեջանական մի հատվածից տեղափոխվել Նախիջևան առանց հայկական կողմի խոչընդոտման, այլ փորձում է վերահսկել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ոչ միայն տեխնիկական, այլև իրավական և անվտանգային պայմանները։ Նախագահ Թրամփի վարչակազմը եկավ և ոչ միայն շարունակեց, այլև այդ ռազմավարական գործընկերության շրջանակներում մեր հետ կնքեց փաստաթղթեր, հուշագրեր, որոնք տեսնում ենք, որ կյանքի են կոչվում։ Մեկը խաղաղության խաչմերուկի, նաև թրիփ նախագծերի, այսինքն ենթակառուցվածքների վերաբերյալ, մեկ ուրիշը արհեստական բանականության, կիսահաղորդիչների։ Ադրբեջանը շարունակում է առաջ տանել Հայաստանի տարածքներին տեր դառնալու արևմտյան Ադրբեջան նարատիվը։ Միջազգային մամուլն իր հերթին շարունակում է ներկայացնել բացահայտումները, որ ադրբեջանական առանձին շրջանակներին հենց Ալիևն է շարունակում ֆինանսավորել այդ խոսույթն ավելի լայնամասշտաբ դարձնելու համար։ Խաղաղությունը հաստատված է, համագործակցության փորձերը կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք անհրաժեշտ ճանապարհը։ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը մենք համարում ենք տարածքային ամբողջականության դեմ խոսույթ։
Տարին ավարտվում է, իսկ հայ հանրության համար անհայտ մնաց, թե ինչ փուլում է եւ ուր է հասել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը եւ թե հստակ ինչ աշխատանքներ իրականացրեց հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովը, օրինակ փոխվարչապետ Գրիգորյանի հարավում արտահերթ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանք տանելու հայտարարությունից հետո, նաեւ հայ-ադրբեջանական կողմերի վերջին հանդիպումից հետո։ Հայտնի է, որ Գաբալայում սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են հաջորդն անցկացնել Հայաստանում։ Բայրամովը օրինակ չի բացառել, որ կայցելի Հայաստան, եթե դա ըստ նրա պահանջի Ադրբեջանի ազգային շահը, բայց երբ եւ ինչ միջոցառման շրջանակում չի հստակեցրել։ Բայրամովը սակայն բացառել է, որ Ալիևը մասնակցի Երևանում այս գարնան անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ամփոփելով անցնող տարին շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ իր ուղերձում նշել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները 2025-ին ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում, իսկ առջևում նոր նախաձեռնություններ են նշել է դեսպանը։ Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը, որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար։ Միասին մենք աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ։ Մեկնարկում ենք նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների եւ անվտանգության ասպարեզներում, որոնք կնպաստեն բարգավաճմանն ու կայունությանը։ Happy New Year. Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իսմայել Բաղային պատասխանելով հարցին, թե Հայաստանի վարչապետը հայտարարել է Թեհրանի եւ Երևանի միջև հարաբերությունների զարգացմանն աջակցելու եւ Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրելու ցանկության մասին, նշել է, որ Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են փոխադարձ շահերի, խնդիրների եւ ընդհանրությունների ճշգրիտ ընկալման վրա, եւ Թեհրանը շատ լավ հարաբերություններ ունի Երևանի հետ եւ վճռական է շարունակելու այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Երևանի հետ իբր խաղաղություն կառուցող Բաքվում զարկ են տվել սեփական երևակայությանը, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի առցանց հանրագիտարանի շնորհանդես են կազմակերպել։ Հատուկ կայքում տեղեկատվություն են հրապարակում իրենց պատկերացրած Արևմտյան Ադրբեջանի աշխարհագրական պայմանների, պատմական աշխարհագրության, հնագիտության, ազգագրության վերաբերյալ։ Իսկ առջևում թողարկման երկրորդ հատվածն է։ Ադրբեջանական ֆարսը շարունակվում է, շնորհանդես նվիրված այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանին։ Անշարժ գույքի գները Հայաստանում նորից շարժվում են, 5.5% աճ կա։ Երևանում ճանապարհները մաքուր են, ձյունն էլ մաքրել է կեղտոտ օդը, քաղաքապետը մայրաքաղաքի խնդիրների մասին։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Ադրբեջանի քաղաքացիները ռուս-ուկրաինական ճակատում Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է այս մասին հայտարարել, նշում են, թե վերջին շրջանում ի հայտ են եկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ռազմական գործողություններին ադրբեջանցիների մասնակցության փաստեր, ինչը համարվում է հանցագործություն, որի համար նախատեսված է պատիժ 8-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում, քանի որ վարձկանությունը, այսինքն քաղաքացի չհանդիսանալու դեպքում նյութական վարձատրություն ստանալու նպատակով ռազմական հակամարտությանը կամ գործողություններին մասնակցելը պատժելի է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չեն բերել, բայց լուծումը ավելի է մոտեցել։ Մասնավորապես Դոնբասի 90%-ը, Զապորոժիայի եւ Խերսոնի մարզերի 75%-ը գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ։ Մոսկվան ցանկանում է, որ ուկրաինական զորքերը հետ քաշվեն Դոնբասի այն հատվածներից, որոնք դեռ գտնվում են Կիևի վերահսկողության տակ։ Ըստ Ուկրաինայի նախագահի, այդ հատվածը կարող է վերածվել ազատ տնտեսական գոտու։ Իր հերթին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիրը դնել հանրաքվեի, սակայն դրա համար նախ հրադադար է անհրաժեշտ։ Վերադառնանք Հայաստան եւ այսօրվա թոփ թեմայի մասին։ Մայրաքաղաքը միանգամից է պատվել ձյունով։ Առատ տեղումներին քաղաքային իշխանությունն ասում է պատրաստ են եղել։ Ամբողջ գիշեր աշխատել են, փակ փողոցներ չեն եղել։ Ձյունն էլ օգնել է, որ Երևանի կեղտոտ օդը մի քիչ մաքրվի։ Քաղաքապետի տարեվերջան ասուլիսի մանրամասները Էդուարդ Պողոսյանի տեսանյութում։
Սառցակալող փողոցների դեմ պայքարը մենամարտ չէ, բիզնեսը պետք է աջակցի քաղաքապետարանին, ավականու որոշում կա։ Լրագրողների հետ տարվա վերջին հանդիպմանն ասում է Երևանի քաղաքապետը, հարցուպատասխանի առանցքում է թեման։ Ձյան վերջին տեղումների պատճառով ըստ Տիգրան Ավինյանի Երևանում անանցանելի ճանապարհներ չեն եղել։ Բոլոր կրպակներին, խանութներին, մասնավոր գործընկերներին, ովքեր որ ունեն դիմային հատվածում հանրային տարածքներ, իրենք ունեն պարտավորություն այս աշխատանքներում մեզ աջակցելու, ոչ միայն մեզ աջակցելու, դա ուղիղ իրենց պարտականությունն է։ Սառցակալող գետնից անցում օդի աղտոտվածությանը բարդ խնդիր է, լուծումը նույնպես գնահատականը քաղաքապետինն է, ընդ որում շեշտում է պրոբլեմը միայն մայրաքաղաքում չէ։ Հյուսիս-հարավ ճանապարհով որ գնանք դեպի Արտաշատ, դեպի Վեդի, այսինքն այդ բոլոր տեղերում մենք կարձանագրենք նույն խնդիրները։ Խնդիրներն ըստ քաղաքի ղեկավարի առավելապես մեր բնակլիմայական պայմանների պատճառով են առաջ գալիս։ Խոսքը նրա մասին չի, որ մենք առհասարակ ձեռքներս ծալած ուղղակի նստելու ենք եւ հետևենք, թե բնակլիմայական պայմանները մեզ հետ ինչ են անում։ Մթնոլորտային օդում տիրող իրավիճակի վերաբերյալ գնահատականներն ինչու են իրարից էականորեն տարբերվում։ Քաղաքային իշխանության գնահատականը մեկն է, փորձագիտական համայնքինը ճիշտ հակառակը։ Ավինյանն այստեղ նկատում է, պրոբլեմը նոր չէ։ Վերջերս կարդացել է 1985 թվականին Լոս Անջելես Թայմսում տպագրված հոդված, դեռ այն ժամանակ էր մամուլը գրում. Երևանում օդի որակի խնդիր կա։ Իրականում այս խոսակցությունը կարելի ասել բացել է Երևանի քաղաքապետարանը։ Այս գործողություններն իրականացնելով մենք ականջալուր ենք մեր գործընկերներին, ովքեր որ իրապես ունեն մասնագիտական կարծիք, խոսքը գնում է մասնագիտական կարծիքի մասին, ոչ սիրողական գնահատականների։ Այս խնդրի մասին խոսել են դեռևս 80-ական թվականներից եւ հիմնականում նույն ժամանակաշրջանի մասին, նոյեմբերից մարտ։ Ամեն դեպքում որոշակի մեղմացումներ հնարավոր է ունենալ եւ մենք այդ ուղղությամբ ունենք քառամյա օդի որակի բարելավման ծրագիր լոկալ մակարդակում, որպեսզի խնդիրը մեղմի։ Երբ Երևանի մետրոյի հաջորդ կայարանը կլինի աջափնյակը, քաղաքապետը վստահեցնում է, ստորգետնյա տրանսպորտի ծրագիրը չի խափանվել, չի փոխվել։ Ինչ վերաբերում է նախագծի փողը կրճատելուն, ապա այդ որոշումն ընդունել են, հաշվի առնելով, որ համալիր փորձաքննության արդյունքները ստացել են հունիսի 9-ին, իսկ ծրագրի իրականացման հաջորդ փուլով այն վերջնական պետք է հաստատեն։ Իրատեսական չէր ավարտվող տարվա ընթացքում անել, վերաբաշխեցին գումարը։ Մետրոյի կայարանը աջափնյակի մենք մեր օրենսդրությունը նույնիսկ այս տեսակ նախագծի հետ նախկինում առնչություն չի ունեցել այս որակի, այս բարդության եւ հիմնականում ժամանակային հետաձգումները դրա հետ են կապված։ Քանի ավտոբուսի եւ տրոլեյբուսի կարիք ունի մայրաքաղաքը, պարկն ամբողջությամբ համալրելու համար արդեն գնված 45 էլեկտրատրանսպորտը չհաշված մի քանի հարյուրը դեռ պետք են։ Եթե չեմ սխալվում, մինչև եւս 30 տրոլեյբուսներ, 12 մետրանոց եւ մեզ դեռևս պետք է լինելու մեծ ծավալով 249 հատ 18 մետրանոց ավտոբուսներ։ Այս նպատակն ի դեպ քաղաքապետը ներառում է առաջիկա 5 տարվա ծրագրերի ցուցակում։ Կցանկանա կես տասնամյակ անց Երևանի խաչմերուկներում նաև տեսնել արհեստական բանականությամբ աշխատող էլեկտրոնային համակարգեր։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ 2025 թվականի հունվար-նոյեմբերին պետական բյուջեն մուտքագրվել ավելի շատ հարկային եկամուտներ, քան 2024-ին։ Նշված ժամանակահատվածում հավաքագրվել են շուրջ 2 տրիլիոն 442 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 13.6%։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն մուտքերի աճը պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի եւ եկամտային հարկի աճով, տնտեսական ակտիվությամբ։ Տարվա ընթացքում բացահայտվել է շուրջ 2500 չգրանցված աշխատող։ Փորձագետների կարծիքով, սակայն բյուջետային մուտքերի աճի հիմնական պատճառը հարկերի բարձրացումն է։ Ճշմարտությունը երբեք կանի է այստեղ, իհարկե որոշակի աճ կա, իհարկե տնտեսությունում զարգացում կա, իհարկե ստվերը կրճատվում է, որը բերում է նաև հարկային մուտքերի ավելացման, բայց մյուս կողմն էլ կա այս մեդալի։ Հիմնականում սա պայմանավորված է հարկային վարչարության խստացմամբ եւ հարկերի ավելացմամբ։ Շրջանառության հարկը 5%-ից 10% է բարձրացել, հողի հարկը, գույքահարկն են բարձրացել։ Հաճախ կարելի է լսել, որ տան գները Հայաստանում արհեստական ուռճացված են, որ վաղ թե ուշ գնանկում է լինելու, բայց 2025-ն էլ ավարտվեց, անշարժ գույքի գներն այդպես էլ չի չան, հակառակը տարեվերջին դարձյալ բարձրացան։ Մասնագետներն ասում են, այժմ ճշգրտման փուլն է, այսինքն առաջարկն ու պահանջարկը հավասարակշռվում են։
2025-ին շինարարությունը Հայաստանում աճել է 28%-ով։ Այս ցուցանիշն էականորեն ազդել է երկրի տնտեսական աճի վրա։ Շինարարությունը շարունակում է մնալ տնտեսության շոկեքարշերից մեկն եւ մուլտիպլիկատիվ էֆեկտով։ Այդ դաշտի զգալի հատվածն էլ բնակարանաշինությունն է, եկամտահարկի վերադարձի ծրագրով։ Ճիշտ է, այս տարվա ընթացքում կային կանխատեսումներ, որ նորակառույց բնակարանների առաջարկը գերազանցում է պահանջարկին եւ լճացում է նկատվում։ Ըստ այդմ, շուկայում գրանցվելու է գնանկում։ Մենք անընդհատ մեր վերջին երևի 4 հաշվետվության մեջ առնվազն խոսել ենք պոտենցիալ հնարավոր գների անկման ռիսկի վերաբերյալ, բայց բարեբախտաբար այս պահին մենք ինչ որ տեսնում ենք, մենք ունենք մի իրավիճակ, որ գների անկումը եթե նույնիսկ կա, ապա ինքը շատ չափավոր է ու տեղի ունենում կանխատեսելի հանդարտ հետագծով։ Դեռ հակառակը, Կենտրոնական բանկի վերջին տվյալների համաձայն բնակարանները սկսել են թանկանալ։ Ըստ այդմ, 2025 թվականի 3-րդ եռամսյակում բնակելի անշարժ գույքի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5.5%-ով։ Բնակարանների գներն աճել են 2%-ով, իսկ բնակելի տների գները 18.6%-ով։ 2025 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է բնակելի անշարժ գույքի առք ու վաճառքի 7113 գործարք, շուրջ 215 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Խոսել ենք մի քանի մեծ կառուցապատողների հետ ու տեսնում ենք, որ այդ մեծ կառուցապատողների մոտ օրինակ գնման գործարքները բավականին լավն են։ Այսինքն իրանք կարողանում են բնակարան վաճառել։ Կա կարծիք սակայն, որ անշարժ գույքի գներն արհեստական են պահվում բարձր մակարդակի վրա եկամտահարկի վերադարձի ծրագրի շնորհիվ։ Այսինքն քաղաքացիներին ձեռնտու է նույնիսկ բարձր գնով նորակառույց բնակարանների ձեռքբերումը զուտ այն պատճառով, որ տոկոսների մի մասը կամ ամբողջը փոխհատուցվում է եկամտահարկի վերադարձով, բայց երկրորդային շուկայում եւ եկամտահարկի վերադարձի ծրագրում չընդգրկված նորակառույցներում առևտուրն ակտիվ չէ։ Վարձակալության գներն էին նվազել եւ պահանջարկներն նվազել, եթե խոսենք երկրորդային շուկան եւ Երևանի մասին, որոշ չափով գործարքային գները նվազել էին։ Մյուս կողմից իրականում կար չսպառված պահանջարկ, որովհետեւ երկար ժամանակ մարդիկ լսելով այդ նորությունները եւ տարբեր ազդակներ ստանալով, որ շուկան նվազում է, մարդիկ գնումներ չէին կատարում, նույնիսկ կենցաղային պահանջներով։ Այս դեպքում ինչպես են տարեվերջին փոփոխվել վիճակագրական տվյալները։ Մասնագետները նշում են, որ քաղաքացիների վերաբերմունքն անշարժ գույքի շուկայի նկատմամբ փոխվել է օգոստոսին ԱՄՆ-ում հայտնի համաձայնագրի ստորագրումից հետո։ 25 թվականին մոտավորապես տարբեր գնահատականներով առաջնային շուկայի ծավալը գործարքների քանակը մոտ 30%-ով նվազել է։ Մինչդեռ գների վերաբերյալ չեմ կարող հստակ տեղեկություն ասել, բայց այլ տենդենս տեղի ունեցավ, այլ իրավիճակ տեղի ունեցավ, ֆենոմեն, որը պայմանավորված էր հայկական շուկայի կառուցապատողների եւ բանկերի որոշակի ճկունությամբ արագ ադապտացան տվյալ իրավիճակին։ Կա կարծիք, որ արցախցիներին փոխանցվող բնակարանների ձեռքբերման հավաստագրերը եւս արհեստական բարձր մակարդակի վրա են պահում անշարժ գույքի շուկայի գները, այսինքն ձևավորվում է մեծ պահանջարկ, որից օգտվում են վաճառողները եւ սահմանում հնարավորինը բարձր գներ երկրորդային շուկայում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Դադարեցնել հոգևորականների դեմ հալածանքը, հայտարարություն Լեմկինի ինստիտուտից եւ դեկտեմբերի 31-ին, 1-ին եւ 2-ին Երևանի մետրոպոլիտենն ու ավտոբուսները կաշխատեն տոնական ժամանակացույցով։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի նոր օրը ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Ձյունապատ բնություն, տոնական աշխուժություն, ապարանում պար է բռնել ամանորի տրամադրությունը, այսպես են ապարանցիները ճանապարհում անցնող 2025-ը պատրաստվում դիմավորել 2026-ը, ժամի տեսախցիկը ֆիքսել է ապարանցիների ու հյուրերի ժպիտները։ Պսպղուն տոնական լույսերը մութ գիշերին ցուցանակի փոխարեն ազդարարում են, ապարանն է, բարի գալուստ տոնական քաղաք, որ այս օրերին մանկության հեքիաթն է հիշեցնում։ Քաղաքի սկզբնակետից մինչև վերջին կանգառ, աջ ու ձախ, զարդ ու զարդարանք է, որ ուղղությամբ նայես հուշումը չի ուշանա, տարվա ամենասպասված տոներն են առջևում։
Քաղաքի գլխավոր զարդն է ամենամեծ տոնածառը լուսային հատուկ շոուով։ Այստեղ հնարավոր է հասնել հեքիաթային կամրջով։ Կենտրոնական հրապարակից անպակաս են նաև ամանորյա սիրված հիթերը, հնչում են ու ջերմացնում ապարանցիների, ինչպես նաև քաղաքի հյուրերի սրտերը, ոչ առատ ձյուն է միայն զարդարի տոնական մթնոլորտը։ Ամեն տարի ապարանաճող կերպով պատրաստվում է ամանորին։ Այս տարի իհարկե մի քիչ ավելի յուրահատուկ, որովհետև մեծացրենք տարածքը գեղեցիկ դարձնելու, բազմաթիվ լուսային էֆեկտներ ենք օգտագործում, տոնածառը ձեր աչքի առաջատեսում եք ինչ հրաշալի է։ Ճիշտ ասած նոյեմբերից արդեն սկսել ենք պատրաստվել։ Այն, ինչ հիմա տեսնում ենք քաղաքում, երկրորդ անգամ են հավաքել ուժգին քամին խառնեց բոլոր ծրագրերը։ Համայնքապետարանը դեկտեմբերի 15-ին էր նախատեսել տոնական միջոցառմամբ վառել քաղաքի ամանորյա լույսերը։ Այն էլ զարդարանքները տոնական հանդերձանքը վնասվեցին, շուռ եկան գետնով մեկ, բայց նպատակը հստակ էր, քաղաքի ամանորը միևնույն է, ամենալավը պետք է լինի, ինչպես հենց քաղաքապետ Կարեն Եղիազարյանն էր մտադրվել։ Ապարանցիների համար արժի, որ ամանորը ամենագեղեցիկը լինի։ Ինչի, որովհետև վերջի 7 տարիների ընթացքում մեր քաղաքի գորշ, անմխիթար, խեղճ վիճակից մենք քաղաքը դարձրել ենք հրաշալի, համայնքը դարձրել ենք հրաշալի, ու արժի, որ մեր բնակչությունը ամանորին պես ճոխությունը տեսնի, իրենց մեր երեխաները վայելեն այս գեղեցկությունը։ Այդ է նպատակը։ Չէինք հասցնում մոտենալ հրապարակում զբոսնողներին Armenia TV-ի խոսափողը տեսնելուն պես իրենք էին մոտենում, կիսվում տպավորություններով, էմոցիաներով, նաև տոնական տրամադրությամբ։ Հեքիաթային խոսք չկա։ Հատուկ եկել եք, որ ապարանում նոր տարի նշեք։ Բայ իհարկե, ապարանի համար ենք։ Լուսավորությունը ամեն ինչ զարդարում հրաշքա։ Մեծ ուրախությամբ եկեք ու առանց նայելու, որ առած ձյունը։ Քաղաքի տոնական մթնոլորտում հիմա նաև սպասում կա։ Դեկտեմբերի 31-ին այստեղ նախատոնական համերգ կլինի։ Ապարանցիներին հյուր են գալու սիրված արտիստներ։ 2025-ը կճանապարհեն ուրախ, 26-ը կդիմավորեն մեծ ակնկալիքներով։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Երբ հին ընկերները հավաքվում են, նոր նախագիծը երկար սպասել չի տալիս։ Վիտամինի տղաները որոշել են վերհիշել անցած ճանապարհը, ստացված հաղորդումները ու կիսվել հավատարիմ հեռուստադիտողի հետ։ 4 մասից բաղկացած Վիտամին 3-ն կլինի Armenia-ի եթերում։ Ցանկանում ենք Վիտամին ակումբի համերգները վերսկսել, դուք կողմ եք, չէ՞։ Հումոր, ծիծաղ ու բարձր տրամադրություն Armenia հեռուստաընկերության եթերումը Վիտամին 3-ն 4 մասից բաղկացած հատուկ հեռուստանախագիծը։ Պրոդյուսեր Ռոբերտ Մարտիրոսյանի խոսքով գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ տղաներով եւս հավաքվեցին ու ցանկացան վերհիշել անցած ճանապարհը։ Հունվարի վերջ ուրեմն նախատեսենք Հայաստանում Վիտամին ակումբի հունվար եւ փետրվար ամիսներին Վիտամին ակումբի համերգներ։ Որոշեցինք վիտամինային, վիտամինյա մի հատ երեկո կազմակերպենք, թե վերհիշենք մեր հին անցած ճանապարհը, թե մեր հին նկարները, մեր զվարճալի եւ ուրախ պատմությունները եւ ինչու՞ չէ նաեւ միասին նստենք եւ զվարճանանք, որովհետեւ իրոք մենք բոլորս այնքան զբաղված ենք, որ ժամանակ չի լինում առօրյա կյանքում իրար տեսնել եւ տեղ գնալ եւ ուրախանալ։ Ո՞վ ես դու։ Ո՞ց ով եմ ես։ Ով եմ դու։ Ո՞ց։ Թիմի անդամներից շատերը Հայաստանում չեն, այդ պատճառով նախագիծն իրականացվում է փոքր կազմով։ Ռոբերտ Մարտիրոսյանի, Գարիկ Պապոյանի, Արամեն Պետրիի, Չարենցի եւ Արմուշի մասնակցությամբ։ Հաղորդման ընթացքում հեռուստադիտողը կտեսնի ոչ միայն Վիտամին ակումբի անցած ճանապարհը, այլև նկարահանումներից դուրս մնացած զվարճալի պատմություններն ու սիրված կերպարները։ Նախագիծը անակնկալ էր նույնիսկ հենց տղաների համար։ Չգիտեմ ինչ ասպասում, որովհետեւ այս ամեն ինչի կազմակերպիչը Ռոբնա Մարտիրոսյան, բայց գիտենք, որ ընկերներով հավաքվել ենք ու գիտեմ, որ մեր այդպես կուրիոզ պատմություններից կլինեն։ Միշտ առիթ ենք փնտրում հավաքվելու եւ նաեւ մենք ունենք հանդիսատես, ովքեր սպասում էին, որ որևէ առիթով մենք հավաքվենք, ու այսօր իրանք մեզ հետ են լինելու։ Մենք չնայած որ չգիտենք Ռոբը ինչա որոշել անել, մի բան հստակ գիտենք, դա մեր հետագա անելիքների հետ է կապված։ Չեմ ասի։
Արամեն Պետրիի խոսքով պահն իսկապես հասունացել էր այս հանդիպման համար եւ առաջիկայում սպասվում են նորություններ ու անակնկալներ։ Արդյունքում հաղորդման իմանալու եք մի ինֆորմացիա, որը կարծում եմ դուր կգա վիտամինի հանդիսատեսին։ 10 տարի անց այս հանդիպումը հաճելի է ոչ միայն հանդիսատեսի, այլև հենց իրենց վիտամին ակումբի անդամների համար։ Շատ բան կա հանդիսատեսը հոչի տեսնում մեր ընդհանուր հավաքույթները, փորձերը, այդ process-ը ընդհանուր որ sense ընկել ենք հին թվերը մի խոսքով շատ լավ անցնում ամեն ինչ, դե համերգները նոր սցենարով բնականաբար շատ ուժեղ են լինել։ 4 մասից բաղկացած հատուկ նախագիծը եւ առաջիկա համերգները խոստանում են լինել հումորով, հուշերով ու լի անակնկալներով։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Այսօր Armenia TV եթերում Համոզված եմ շատերը դեռ չեք հասցրել ամանորյա գնումներ կատարել, բարեկամների համար հարմար նվերներ ընտրել։ Նախատոնական այս եռուզեռի մեջ, երբ շատերս աշխատանքի ենք ու ժամանակ չկա թեկուզ աշխատանքից հետո գնումներ կատարել օֆլայն խանութներում, օգնության է գալիս Օզոնի օնլայն մարքեթփլեյսը գրքից մինչև խաղալիք ու քաղցրավենիք առաջարկում։ Հայաստանում ամանորի ավանդույթները վերափոխվել են։ Բնակիչների յուրաքանչյուր երրորդը 28%-ը ամբողջությամբ հրաժարվել է նվերներ տալու սովորույթից։ Մնացած 67%-ի համար օնլայն գնումները դարձել են տոնական սթրեսից խուսափելու հիմնական միջոցը։ Այդպիսի պատկեր է բացահայտել Օզոն Հայաստանի նոր հետազոտությունը նվիրված տարվա գլխավոր տոնին։ Տվյալները ցույց են տալիս, որ մարքեթփլեյսները վերածվում են ռազմավարական օգնականի ոչ թե փոխարինելով ավանդույթներ, այլ օգնելով իրականացնել դրանք ժամանակի սղության պայմաններում։ Հայաստանի շատ բնակիչների համար մարքեթփլեյսները դարձել են ոչ թե պարզապես այլընտրանք, այլ արդյունավետ լուծում, որը թույլ է տալիս պահպանել կարևոր ավանդույթները, խուսափելով սթրեսից եւ ժամանակի պակասից։ Հայաստանում յուրաքանչյուր 5-րդը գնումները թողում է դեկտեմբերի վերջին օրերին կամ նույնիսկ տոնից մի քանի օր առաջ, եւ այս ծանրաբեռնված ժամանակահատվածում մարքեթփլեյսները ստանձնում են անձնական օգնականի դերը։ Հայաստանի բնակիչների 67%-ը նշում է, որ օնլայն հարթակների շնորհիվ խնայում է ժամանակ, ավելի քան կեսը այստեղ գտնում է նվերի գաղափարներ։ Թե մայրաքաղաքում, թե մարզերում համաձայն են մեկ հարցում՝ առանց օնլայն հարթակների այսօր տոնին պատրաստվելը կլիներ զգալիորեն ավելի բարդ։ Օզոնը բազմակատեգորիա մարքեթփլեյս է զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքներով։ Հարթակում ներկայացված է ավելի քան 370 միլիոն ապրանքային միավոր, գրքերից եւ հագուստից մինչեւ սննդամթերք եւ առողջապահական ապրանքներ։ Օզոնի զարգացած լոգիստիկ համակարգի միջոցով 63 միլիոն ակտիվ գնորդներ ստանում են իրենց պատվերները, իսկ ավելի քան 650,000 ձեռնարկատերեր վաճառում են իրենց ապրանքները Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։ Նայիրի Մուրադյան, Վարամ Աղոյան, ժամը լրատվական։ Դադարեցնել հոգևորականների դեմ ճնշումները հայտարարություն է տարածել Լեմկինի ինստիտուտը, մտահոգություն հայտնելով հոգևորականների ձերբակալությունների մասին լուրերով, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Քննչական կոմիտեից հաղորդում են, որ Արագածոտնի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ հավաքին մասնակցելուն հարկադրելու, նաեւ նյութապես շահագրգռելու հոդվածներով։ Քննչականը հաղորդում է նաեւ, թե թեմի առաջնորդը դիվանապետի օժանդակությամբ WhatsApp հավելվածում ստեղծված խմբային նամակագրության միջոցով թեմի հոգևորականներին հարկադրել է եկեղեցական զգեստով մասնակցել հավաքներին, պահանջելով մասնակցության փաստը վկայող լուսանկարներ։ Արագածոտնի թեմի առաջնորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ դիվանապետի նկատմամբ տնային կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում եկեղեցու նկատմամբ պետական շարունակական ճնշումների վերաբերյալ, ներառյալ հոգևորականների ձերբակալությունները։ Նշում են, որ այս զարգացումները վտանգավոր մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին, ինչպես նաև ոտնձգություն են հայկական ինքնության հիմնական ինստիտուտների նկատմամբ։ Այսօր առավոտյան ժամը 8:49-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան փողոցում գտնվող առևտրի կենտրոնում այրվում է էլեկտրական վահանակ։ Դեպքի վայր է մեկնել փրկարարների 2 մարտական հաշվարկ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի 4-րդ հարկում։ Հրդեհը մարել են առավոտյան 9:09-ին։
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներով պայմանավորված Երևանի ավտոբուս ընկերությունը կաշխատի հատուկ գրաֆիկով ապահովելով քաղաքացիների եւ մայրաքաղաքի հյուրերի հարմարավետությունը։ Ընկերությունից հայտնում են, որ տոնական օրերին կաշխատեն հետեւյալ գրաֆիկով. դեկտեմբերի 31-ին ժամը 7-ից 22:30, հունվարի 1-ին եւ 2-ին 8-ից 22:30, հունվարի 3-ին եւ 4-ին 7-ից 22:30, իսկ մետրոպոլիտենի աշխատանքը դեկտեմբերի 31-ին կսկսվի առավոտյան 7-ից եւ կշարունակվի մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 2:30, իսկ տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված 30 րոպե դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15 մետրոպոլիտենի հանրապետության հրապարակ կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին, ինչ սպասել առաջիկա օրերին, ինչպես միշտ կներկայացնի Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի առանց տեղումների, հարևոտ երկնքով, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 4-ից 9 աստիճան ցուրտ։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 0-ից 3 աստիճան տաքություն։ Լոռիում 3 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն, Տավուշում 2-ից 6 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 0-ից 3, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 4-ից 7, Սյունիքի նախալեռներում առավելագույնը 4 աստիճան տաքություն։ Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 10-ից 12 աստիճան ցուրտ, ցերեկը 0-ից 2 աստիճան տաքություն, երեկոյան 3-ից 5 աստիճան ցուրտ։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում բոլորիս։